Բարի լույս, ժողովուրդ ջան, ողջունում եմ բոլորիդ, նորից ձեր հետ ես եմ, հուսով եմ բոլորդ լավ եք, մաղթում եմ բոլորիդ հրաշալի օրը այսօր ցնց գեղեցիկ հրաշքոր է, ընտիր եղանակ, հով, արևոտ, ու ես նոր, ինչպես տեսակ, երեխեքին իջացրեցի դասի ու սկսում եմ իմ աշխատանքային օրը։ Շնորհակալ եմ բոլոր այն մեր ընկերներին, ովքեր գրանցված են ալիքին, հետևում են ալիքին, նայում են իմ վիդեոները, դնում են իրենց լայքերը։ Իրոք խորապես շնորհակալ եմ ձեզնից։ Ողջունում եմ ալիքին նոր միացած մեր ընկերներին, շնորհակալ եմ, որ միացել եք ալիքին։ Հուսով եմ երկար կմնաք ալիքի հետ։ Ես էլ կփորձեմ ձեզ ապահովեմ հետաքրքիր վիդեոներով։ Իսկ բոլոր մեր մյուս ընկերներին, ովքեր այս պայն դիտում են այս վիդեոն, բայց դեռ գրանցված չեն ալիքին, խնդրած կլինեմ սեղմել գրանցվելու կոճակը, դնել ձեր լայքերը, գրել կոմենտներ, եւ այդպիսով դուք ինձ ահռելի մեծ օգնություն եք ցուցաբերում։ Սկսում ենք օրը այսօրվա մեր, այսօր ինչ է օրը իսկականից։ Հա, չորեքշաբթի, այնպես որ չորեքշաբթի մեծ հույսեր եկեք չկապենք դեռ առավոտից, բայց միևնույն ժամանակ կապենք, ինչի, որ այսօր գոնե տենց ոնց որ նորմալ աշխատանքային օր է մեզ սպասվում, բոլորիս մաղթում եմ անփորձանք օր, լիքը փող, բոլոր մեր ընկերներին, բոլոր մեր մյուս ընկերներին, ովքեր այս գործի մեջ են, կամ էլի վարորդության հետ կապված, մեքենա քշելու հետ կապված գործերը, կապ չունի դա Uber-ը, կամ ուրիշ ինչ-որ բան են անում, հիվանդներ են տեղափոխում, ուտելիք են delivery անում, կապ չունի։ Բոլորիդ մաղթում եմ անփորձանք փողառատ օր։ Գնացինք։ Դեն ժողովուրդ ջան, հիմա իջնենք, երևի իջնենք դեպի Հոլիվուդի կողմ, կարծում եմ, եթե բախտներս բերի ինչ-որ մի բան տա ճանապարհին, շատ լավ, եթե չէ, ճիշտ ասած մի քիչ ստեղ որոշեցի սպասեմ, շատ քիչ, որովհետև Լականյադայի տարածքից այս ժամերին շատ է լինում աերոպորտի պատվեր, բայց այսօր ոնց որ թե ձայն չկա, բայց ոչինչ, ինչպես ասում է, չենք ընկճվում ու կիջնենք հեսա Հոլիվուդի կողմ, հուսով եմ ընդեղից մի բան կվերցնենք, ավելի մեծ հույս ունեմ, որ ճանապարհից մի բան կվերցնենք, այնպես որ գնանք այսօր տեսնենք ինչ է սպասում, իրականում ես վերջին ժամանակներս շատ տարօրինակ է դառել այս գործը, որովհետև առաջ սենց էր կամ սովորական օրեր էին ու կան լավ օրեր, երբ որ նորմալ գումար էիր աշխատում, դե սովորական էր նկատի ունեմ, որ սովորական քո օրվա են, որ ոնց ասեմ, ոնց որ թե գիտենք, որ դուս են գալու, ասենք, այն ամենակիչը մեր 350-400-ը առնենք։ Այսօր համենայն դեպս իմ մոտ, եթե ձեր մոտ էլ է տենց, կամ ձեր մոտ եթե տենց չի, խնդրած կնեմ գրեք ինձ ասեք, կարող է ես եմ մի քիչ սխալ աշխատում կամ ինչ չգիտեմ, բայց իրականում այսօր այս աշխատանքը սենց դառել է ծայրահեղությունից ծայրահեղություն։ Կան լավ օրեր, որոնք շատ քիչ են, ու կան ահավոր վատ օրեր, որ ասենք ամբողջ օրը պարապ կանգնում ես ու
ախր բաներն են, որ չես էլ կանգնում, օրինակ մեկը ես չեմ կարողանում կանգնել, հա, կամ վարորդներ գիտեմ, որ կան կարողա ժամերով նույն տեղում սպասեն, ինչը հասկանալի է, մարդ կա, ես էլ նույնպես իհարկե ով է ուզում շատ ասենք վարելիք ծախսի, դատարկ պատտվի, դրա փոխարեն մարդիկ որոշում են սպասեն։ Իմ տարբերակում մի քիչ տենց չի, ու ես գիտեմ էլի տեղեր կան քշող, ինձ էլ ծանոթ տեղեր կան քշող, ովքեր այդ սպասելու ուղղակի իրանց sense, չգիտեմ, սպանում է։ Կանգնել սպասել չեն կարողանում, ես նույնպես չեմ, մի քիչ կարող է կանգնեմ մի 20 րոպե միտեղ, բայց հետո արդեն պետքա, եթե չշարժվեցի, ասենք այն որ չգիտեմ ինչ է կատարվում հետս, այնպես որ էդ էլ մի կողմից հետո այս վերջերս իմիջիայլոց շատ եմ լսում, շատ մեր ընկերներից, ովքեր բողոքում են, որ այս վերջերս ահավոր նկատելի է դարձել բենզինի վառելիքի ծախսը։ Իմ մոտ նույնպես, ես չգիտեմ, եթե մարդիկ կան ինչ-որ գիտեն կամ պատկերացնում են ինչա կատարվում, խնդրած կրնեմ ինձ գրեք, ինձ էլ ասեք, որտեվ ես լուրջ կասկածներ ունեմ, որ սկսել են բենզինը, չգիտեմ, ջրի հետ խառնել, թե ինչի հետ խառնել, մի խոսքով որակը ահավոր բենզինի ընկել է ու ես միշտ այս մեքենան առած օրվանից միշտ ամենա ոնց որ ասած բարձր որակի բենզինն եմ լցնում, որովհետև երկու անգամ փորձել եմ այն սկզբի ժամանակները դիլերում ինձ ասեցին, որ պարտադիր չի, որ ամենաթանկը լցնես, դու կարաս ամենաէժանը լցնես, այս մեքենայի ուրեմն մոտորը նորմալ է, այդ աշխատում է, բան, բայց լցրեցի երկու անգամ ու ահավոր մեծ տարբերություն զգացի համ ավտոյի քաշի հետ կապված, համ ծախսի հետ կապված, չի գնում մեքենան ուղղակի սենց գոռում է ու չի գնում։ Ու այդ ժամանակվանից ես սենց ինքս ինձ որոշել եմ միջև առեսօր լցնում եմ ամենաթանկը ու միշտ զգացել եմ, որ ծախսը ահագին կրճատվում է այդ բանով, բայց այս վերջերս ահավոր մեքենայից ծախսը շատացել է, մտածում էի ասում էի կարող է ասենք, չգիտեմ, արդեն մեքենան 2 տարվա մեքենա է, արդեն ծախսը մի քիչ շատացել է, չգիտեմ ես կոմ, բայց շատ-շատերի հետ խոսացի, բոլորն էլ դա նկատել են ու բոլորի մոտ էլ դա լուրջ ինչ-որ տենց խնդիր է դարձել։ Ոնց որ ես չգիտեմ, իմ կարծիքով բենզինի որակն են պատասխանել, չգիտեմ դա ինչքանով է իրականությանը համապատասխանում, ես դա տենց եմ զգում։ Չէ, հիմա փորձենք ստեղից իջնել, ստեղից այս ժամին իջնել ահավոր մեծ խնդիր է, մեծ, որտեվ ստեղ էս լակրասենտա փողոցի վրա էլ շինարարություն է գնում, ստեղ մեր հայրենակիցները ովքեր ապրում են կհաստատեն, գիտեն ու այս ժամերին իրանք գիծ են փակում ու ահավոր խցանումներ է սկսվում։ Դրա համար հիմա ճանապարհ եմ փնտրում, որ ավելի հեշտությամբ ոնց որ իջնեմ ներքև։ Այս որ գնանք տեսնենք այսօր մեզ ինչ է սպասվում։ Ճիշտ ասած արդեն բավականին երկար ժամանակ է հասա ուրեմն Հոլիվուդ, պատտվում եմ, հիմա Հոլիվուդից շարժվում եմ West Hollywood-ի ուղղությամբ, դեռ ոչինչ չունեմ, ոչ մի պատվեր չեմ ստացել, բայց ստացել եմ մի հատ շատ լավ զանգ իմ սենց ասած հավատարիմ հաճախորդներից, ում հետ ես աշխատում եմ արդեն երկար տարիներ, ու ես իրանց շատ հաճախ տանում եմ Լոս Անջելեսից Բեյքերսֆիլդ, հետո գնում եմ իրանց մի քանի օր հետո հետ եմ բերում, որպեսզի պատկերացնեք, ուրեմն Լոս Անջելեսից կոնկրետ իրանց հասցեն մոտավորապես մի 100-110 մայլ է, ու հիմա այսօր զանգեց այդ իմ հաճախորդը ու ուզում է, որպեսզի ես երեկոյան իրենց տանեմ Բեյքերսֆիլդ, այնց որ կարամ ասեմ, որ այսօրվա գումարը ինչը, որ ես մտածում էի, որ գոնե այսօր կաշխատեմ, այսօր այդ պատվերից արդեն կարելի ասել ունեմ ու դե միջև էդ էլ ինչ կհասցնենք, ինչ պատվեր կունենամ կանեմ, իհարկե շատ ավելի լավ, եթե չէ, այնց որ այսօր երեկոյան գնում ենք Բեյքերսֆիլդ։
Մնացեք ալիքի հետ, գնանք Bakersfield ցույց տամ ձեզ։ Ոնց եմ ասելուս վրա հաճախորդը զանգեց ու այսօրվա Bakersfield-ը cancel արեց, որովհետև իմիջիայլոց ես իմ հաճախորդը ու ես իրան կարայի իրականում շատ ավելի հաճախ տանեի բերեի Bakersfield եւ հետ, բայց այս մեր հաճախորդը ունի մի հատ բարեկամ, ում ես ուզում եմ մի օր տեսնեմ, ես իրան լիքը բանում եմ ասելու, որտեվ ամեն անգամ երբ որ լինում է շատ դեպքերում հետ է զանգում, բա լավ մեր այդ բարեկամը ստեղ էր, մեզ կտանի կամ ընդեղ էր հետ կբերի։ Ու այսօր էլ էլի այդ բարեկամը ոնց որ իրանց ուզում է տանի Bakersfield, այդ բարեկամին չգիտեմ, մի բան պետք է արվի։ Մի խոսքով, կատակով, բայց հա, Bakersfield-ը cancel եղավ, նենց որ պետք է աշխատենք քաղաքում, շատ վատ է որ cancel եղավ իմիջիայլոց, որովհետև այսօր ոնց հասկանում եմ են ահավոր օրերից է, որ պարապ 11-ն է միջալուց արդեն ժամը ու ես դեռ պարապ եմ, դեռ ոչինչ չեմ արել, բայց ամբողջ օրը մեր առջև է, նենց որ մնացեք ալիքի հետ, սպասենք հաջորդ պատվերին, այսինքն առաջին պատվերին։ Երկար սպասեցի, ոչ մի բան չէր տալիս, մեկ էլ խնդրեմ Irvine Beverly Hills-ից Four Seasons-ից, ուրեմն բերեցի Irvine ու հիմա սպասում եմ այս կնոջը խնդրեց համարս վերջեց, որ իրան նորից հետ տանեմ Beverly Hills, հենց որ այսօրվա մեր ոնց որ ասում է գործը փողը արդեն կարելի է համարել աշխատած չնայած հեսա կարող է Bakersfield-ի օրան գնեմ, ոնց որ վերջի րոպեին նա cancel արեց այսօրվա Bakersfield-ը, հիմա տենանք էս կինը ինչ ասում, հիմա իրան մի ժամի չափ պետքա սպասեմ, հետ տանեմ էլի Beverly Hills ու ուրբաթ օրը իրան պետքա տանեմ առավոտյան аэропորտ։ Հենց որ հիմա գտնվում եմ Irvine-ում ու սպասում եմ այս կնոջը, ուրեմն պատվերը Beverly Hills-ից Irvine $160 էր, գումարած կինն էլ 60, կարծեմ $64, այո, թեյավճար տվեց, $225 ընդհանուր կանգնեց, հիմա մոտավորապես այս գնով էլ արդեն դե երևի հետ կտանեմ Beverly Hills, մնացեք ալիքի հետ։ Հենց նոր, ուրեմն հասա Beverly Hills, զարմանալիորեն 405-ը բաց, լրիվ բաց դատարկ, իրոք զարմանալի էր, բայց շատ թեթև եկա, մի խոսքով հասանք տեղ, հիմա այս պահին այս կնոջից փող չվերցրեցի, հիմա ասեմ խի, սովորաբար ես տենց բան չեմ անում, որտև գիտեք այսօր վստահելը շատ դժվար է, բայց հիմա այս կինը այնպես չի որ խաբելու է, գցելու է, գիտեմ հիմա շատ կասեք ինչ գիտես, որ ճանաչում ես ոչ բան։ Մի խոսքով հիմա այս ուրբաթ օրը այս կնոջը տանելու եմ аэропորտ ու ես համոզված եմ, որ շատ հաճախ ես այս կնոջը ուրեմն էլի տանել բերելու եմ ու այս բանը, քանի որ իրա մոտ կրեդիտ քարտ էր մենակ, չնայած որ կարայի կրեդիտ քարտով էլ վերցնեի, ունեմ այդ սարքներ ունեմ, ամեն ինչն էլ ունեմ, բայց ոնց որ փորձեցի ժեստ անեմ, որ ինքի մոտ վստահություն ունու, ինքը դա գնահատեց, նենց որ ասցի թող մնա ավերգավը ուրբաթ օրը կտանեմ մի անգամից մեր բոլոր հաշիվը կանենք, կվերջացնենք, հիմա զբաղված ես դու ավելի կարևոր գործեր ունես, որտեվ իրոք շատ կարևոր գործի վրա էր հեռախոսով բիզնեսի հետ կապված, ինքը դա գնահատեց, ուզում եմ ասածս ինչ է, ժեստեր է, որ ասենք եթե զգում եք, որ ինչ-որ խափ է բաչի կամ բան չի, ասենք կարելի է անել, հաճախորդին գրավելու եւս մի ձև է, ինչի՞ չէ,
օրինակ ես տենց եմ գտնում հենց որ նոր հասա Beverly Hills ու հիմա նորից կսպասենք ստեղ տեսնենք հաջորդ պատվերը ինչա լինում Beverly Hills-ից պատվեր տվեց Downtown Los Angeles ահավոր ծանր թրաֆիկով շատ ծանր, շատ զորով պատկերացրեք ընդեղից մի ժամում եմ եկել ինչ-որ հիմա Downtown-ից ստացա երկրորդ պատվերը Downtown-ից բարձրանալու ենք դեպի Dodger Stadium ոնց որ թե Dodger Stadium հենց որ գնացինք Dodger Stadium ահա որ վիճակ նոր դուրս եկա Dodger Stadium-ից հիմա Sunset-ի վրա եմ ու սպասում եմ հաջորդ պատվերից երեկոյան ժամը 6:30 արդեն չնայած եթե հաշվենք որ այն հետ բերած Արվայնից հետ բերած այդ ճանապարհի ուրեմն վճարումը եթե հաշվենք այսօրվանի մեջ լինում է որ արդեն $525 աշխատել եմ այսօր արդեն ու շատ լավ է հիմա մի քիչ էլ ստեղ կսպասենք տեսնենք ստեղից ինչ ենք վերցնում չնայած ստեղից դժվար ինչ-որ բան տա ուղղակի ես էլ արդեն որ անկեղծ ասեմ ահա որ հոգնեցի քիչ ստեղ կանգնեմ հանգստանամ ու ուրեմն շարժվենք առաջ Hollywood-ից West Hollywood 28 դոլար ուրեմն հիմա West Hollywood-ում եմ ոնց որ թե քաղաքում շարժ նկատվում է այդ չեմ կարող ասեմ բանա ընդհանրապես շարժ չկա բայց որ այն չի համենայն դեպս չգիտեմ ես մեկա մնում եմ այն մտքին որ մարդ պետքա առավոտ շատ շուտ դուրս գա աշխատանքի իր փողը առնի ոնց որ ասած գնա տուն թե չէ ամենայն դեպս երեկոյան քշելը արդեն էլ ոնց որ սենց իմ բանով չի իմ համար չլինի հետ եմ վարժվեմ մի տեսակ պետքա ժամը 8-ն է ես ճիշտ ասած մի ժամից պետքա լինեմ գլենդելում տղայիս պարապմունքից պետքա վերցնեմ Հիմա այս ընթացքում ինչ կհասցնենք կանենք մնացածն էլ կմնա արդեն վաղը ենթադրում եմ վաղը պետքա որ ավելի լավ լինի վաղն է կնկարեմ ցույց կտամ Ժամը արդեն 9-ն է ճիշտն ասած ես էլ արդեն էլ որ հոգնած ահավոր ձևի հոգնած եմ Այսօրվա օրը հիմա որ հաշվում եմ ոնց որ թե ընդհանուր հիմա ասեմ ձեզ ընդհանուր քանի պատվեր եմ արել 4 պատվեր եմ արել այս ամբողջ օրվա ընթացքում հա բայց դե տեսակ ինչ ոնց ուր գնացի Բաց չէ լավ էր Փառք Աստծո այսօր ասենք ես sense թույլ վիճակում էլի ոնց որ ասած բախտս բերեց մի $550 կանգնեց այսօր Դե իհարկե ես 500-ից 200-ը ես հաշվում եմ այն փողը որ պետքա ստանամ դրա մասին անպայման
օրը որ կա, վաղը չեմ իսօրնա դրա մասին կխոսանք, ցույց կտամ։ Այսօրվա համար այսքանը ժողովուրդ, հիմա ասենց ասում եմ, ոչ մի բան չկա, ասենց շարժը լրիվ կանգնեց, ինչը եւ հասկանալի է, չորեքշաբթի օրվա համար։ Ամենայն դեպս իմ մոտ, հիմա չգիտեմ թե մեր տեղերքը գործ կանեն իրիկուն ու շամի ավելի, աստված տա լիքը փող աշխատեն, ես մենակ ուրախ եմ դրա համար ու սակտանց ցանկանում եմ որ տենց լինի, բայց ես երևի այսօր գնամ տուն արդեն։ Տեսնեմ եթե վաղը մոտը ստացվի կարողանամ, ուզում եմ շատ շուտ դուրս գամ։ Տեսնենք ոնց կստացվի։ Շնորհակալություն բոլորից հետ։ Այսօր իմիջայլուց այդ հաճախորդների հետ կապված վիդեոները որ չէի տեղադրում, պատճառը կամերաս ինչ-որ խնդիր է տվել, չի լինում կպնել, որ այդ վիդեոները download անեմ, քաշեմ, բայց կուղենք երևի վաղը արդեն։ Մի խոսքով, լավ մնացեք, շնորհակալ եմ բոլորից հետ, ապրեք, որ միջև վերջ մնացիք վիդեոյի հետ, միջև վաղը նորից կնկարեմ վիդեո, վաղը նորից կտեղադրեմ, դեռ կտեսնեք։ Բարի գիշեր, լավ եղեք։